Նաև այս տեսանկյունից ուզում եմ հատուկ շեշտել, որ ինչքան էլ որ մենք ունենանք դաշնակիցներ նախկին կամ ապագա, մենք պետքա մեր որոշումները կայացնենք եւ մենք պետքա հենվենք մեր իրական ռեսուրսների, լեգիտիմության եւ այդ նույն դաշնակիցների հետ մեր հարաբերությունները չգերագնահատենք։ Ես ինչի եմ ասում, որովհետեւ Ֆրանսիան Ֆրանսիայով, Մեծ Բրիտանիայով, ԱՄՆ-ն ԱՄՆ-ով, բայց այնուամենայնիվ մենք ստեղ ենք ապրում եւ նաեւ հաշվի առնելով իրենց ուշադրության շեղվածությունը ավելի կոնկրետ մի տեղի վրա, որը Ուկրաինան է, մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է լեզու գտնենք մեր հարևանների հետ, մենք պետք է լեզու գտնենք, ոչ թե մեր փոխարեն ուրիշները պետք է լեզու գտնեն, այլ հենց մենք պետք է լեզու գտնենք եւ հենց այդ տրամաբանությամբ էլ առաջնորդվում ենք, թե Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում, թե Թուրքիայի հետ, թե Իրանի հետ, թե Վրաստանի հետ։ Սա շատ կարևոր է չմոռանալը, որովհետեւ մի հովանոցից կամ մի մայրաքաղաքից կախվածությունը չի կարելի փոխարինել նույն տիպի ամբողջական նույն տիպի կախվածությամբ այլ մայրաքաղաքի եւ կամ այլ հովանոցի հետ պետքա բալանսավորել, պետքա փոխկախված լինել շատերի հետ, բայց որոշումները մենք պետքա կայացնենք այդ ամեն ինչը գնահատելով շատ բաներ հաշվի առնելով, բայց մենք երբ որ որոշումներ կայացնենք մենք ավելի վստահ կդառնանք նաև հետագա որոշումների կայացման առումով